Խնդիրն ասում է, որ մենք ունենք սկզբում 76 աշակերտ, և այդ աշակերտներին պետք է բաժանել 15 խմբերի, ընդ որում մեկ խումբը կարող է պարունակել կամ 4 կամ 6 աշակերտ, և չի կարող պարունակել դրանց միջև ինչ-որ թիվ ուրիշ, օրինակ 5 կամ 8 չի կարող։ Եվ հարցնում է, քանի 4 և քանի 6 հոգանոց խումբ է անհրաժեշտ։ Դե իրականում դուք արդեն նկատել եք, որ ես այստեղ մարդուկների նկարել եմ և հիմա մի հեշտ եղանակ կառաջարկեմ ձեզ խնդրի լուծման համար։ Մեզ ասում է, որ 76 հոգին կամ 4 կամ 6 հոգանոց խմբերի պետք է բաժանվի։ Այստեղից հետևում է, որ ամեն խմբում ամենաքիչը 4 հոգի պարտադիր կլինի, այսինքն ամեն խմբում լինելու է 4 կամ եթե 4 չէ, ուրեմն 6 հոգի է լինելու։ Դրա համար առաջարկում եմ, որ հենց սկզբում մենք այս 76 աշակերտները վերցնենք և բաժանենք 15 հատ 4 հոգանոց խմբի, այսինքն վերցնենք 15 հատ այսպիսի 4 հոգանոց խմբեր։ Սա կլինի մեր առաջին խումբը, սա կլինի մեր երկրորդ խումբը, այսպես շարունակ մինչև 15-րդ խումբը։ Ինչի համար եմ այսպես արել, հիմա կասեմ։ Երբ մենք բաժանում ենք 15 հատ 4 հոգանոց խմբերի, մեզ մոտ բնականաբար մնում են որոշակի աշակերտներ, և տրամաբանական է, որ մնացածից ամեն խումբ պետք է ընտրենք և 2 հոգի տեղափոխենք, որպեսզի ստացվի 6 հոգանոց խումբ։ Այսինքն մնացածին էլ մենք պիտի այնպես զույգերի բաժանենք, որպեսզի այդ երկուսը տանք խմբերին և առաջանա մեզ մոտ այսպիսի խմբեր։ 4 հոգանոցները այս ոճով, այսպես 6 հոգանոցները կլինի այսպես։ Այսինքն 2-2 պետք է հաշվենք։ Դե դրա համար եկեք կատարենք շատ բաց հաշվարկ։ Դե սկզբում բաժանենք, ավելի ճիշտ 76 աշակերտից վերցնենք 15 հատ 4 հոգանոց խումբ և տեսնենք, թե քանի աշակերտ է ընդհանուր օգտագործվում այդ ամենի համար։ 15 անգամ 4 հավասար է 60 աշակերտ։ 60 աշակերտ կպահանջվի 15 հատ 4 հոգանոց խումբ ձևավորելու համար։ Դե բա քանի աշակերտ մնաց, այս կարմիր աշակերտները, որոնք այստեղ նկարել եմ։ Դե 76-ից հանում ենք այդ 60-ը և ստանում ենք 16 աշակերտ։ 16 աշակերտ մնաց մեզ մոտ այստեղ կանգնած։ Դե որպեսզի մենք կարողանանք ձևավորել 6 հոգանոց խմբեր, այս 16 աշակերտներին պետք է զույգերի բաժանել 2-2 և հերթով տալ տարբեր խմբերի։ Ավելի ճիշտ այնքան, մինչև որ ավարտվեն մեր այս 16 աշակերտները։ Դե այսինքն 16 աշակերտները բաժանենք 2-ի, ստանում ենք այդպիսի 8 զույգ։ Դե այդ 8 զույգերից յուրաքանչյուրն էլ որ տանք ինչ-որ խմբի, մեզ մոտ կստացվի 8 խումբ 6 հոգանոց։ 6 հոգի։ Հասկանում եք, չէ՞ տրամաբանությունը։ Մենք սկզբից 4 հոգանոց խմբերի ենք բոլորին բաժանել, հետո ասել ենք մնացածին բաժանենք զույգերի, տեսնենք քանի զույգ է, քանի զույգ որ լինի, այդքան էլ 6 հոգանոց խումբ կլինի, որովհետև 6 հոգանոց խումբ կազմելու համար պետք է 4 հոգանոցի տալ ուղղակի այս աշակերտներից 2-ին։ Դե եթե 8-6 հոգանոց խումբ է ստացվում, 5 հոգանոց խմբերի քանակն էլ կլինի 15-ից ընդհանուր խմբերի քանակից հանած 8 հավասար է 7 4 հոգանոց խումբ։ Իսկ արդյոք ավարտեցինք այս ամենով խնդիրը։ Իրականում, այո, կարող ենք համարել, որ ավարտեցինք, բայց այստեղ մի կարևոր քայլ է պակասում՝ ստուգում։ Մենք պետք է ստուգենք, որ այս ամենը ճիշտ է և բավարարում է։ Դե ստուգումն էլ իրականում հեշտ է անցնելու։ 8 հատ 6 հոգանոց խումբ, այսինքն 8 անգամ 6 աշակերտ, դրան պետք է գումարենք 7 հատ 4 հոգանոց խումբ, այսինքն 7 անգամ 4 աշակերտ։ 8 անգամ 6 48, 7 անգամ 4 28, նրանց գումարը հավասար է 76-ի։ Ամեն ինչ ճիշտ է։ Ստացվում է 8 6 հոգանոց խումբ և 7 4 հոգանոց խումբ։